Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկրորդ անգամ է մեկնել Ռուսաստան, այս անգամ Սանկտ Պետերբուրգ։ Նա այսօր մասնակցել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, իսկ վաղը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին կմասնակցի։ Հայաստանի վարչապետին Պուլկովո օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սերովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտորովսկին։ Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության ի նպաստ կայուն զարգացման։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հյուրընկալության համար, ինչպես նաև Ալիևին Ադրբեջանի տարածքով բեռների տարանցում թույլ տալու համար։ Նշենք, որ իր հերթին էլ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին կառուցողական ելույթի համար։ Происходящие благоприятные и конструктивные изменения создают новые возможности для всех стран большого региона, способствуя укреплению экономической устойчивости и расширению региональных коммуникаций. В этой связи выражаю признательность президенту Азербайджанской Республики за решение о разблокировке транзита грузов в Армению через территорию Азербайджана, а также создании условий для начала двусторонней торговли. Это одно из первых важнейших достижений в рамках установления мира и стабильности в регионе. Ռուսաստանի նախագահը պլանավորում է հանդիպումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Պուտինի խոսնակը հայտնել է, որ հանդիպումները լինելու են առանձին, ոչ պաշտոնական։ Նշենք, որ վաղը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Ադրբեջանը մինչև այս պահը պաշտոնապես չի հաստատել Ալիևի մասնակցությունը գագաթնաժողովին։ Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղի առնվազն 6 բնակիչ Սպուտնիկ Արմենիայի տվյալներով մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։ Հիշեցնենք, որ սահմանազատման գործընթացի շրջանակներում Կիրանց գյուղի տարածքի մի մասը, 2 տուն, կամուրջը դեպի Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը եւ ավելի քան 50 հատ տարբեր չափերի հողատարածք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լրատվամիջոցի տեղեկություններով մի շարք դեպքերում փոխհատուցումը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։ Իրավապահները խուզարկել են Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տունն ու աշխատավայրը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով նախկին падգամավոր Լեդի Հակոբ Մակամբամբ Հակոբ Հակոբյանի փեսայի 44-ամյա Զոհրաբ Ասատրյանի բնակության եւ աշխատանքի վայրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք, զինամթերք եւ թմրամիջոց։ Ասատրյանը ձերբակալված է։ Դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։ Տեղում պարզվել է, որ մահացածը Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հանրապետության տարածքում առաջիկա շաբաթ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։